ասեմ։ Կասա եմ վերել այսօր, չմոռանամ ասելու, նախ ծնվել եմ Երևանում, մեծացել Երևանում, սովորել Երևանում, աշխատել եմ Գարուն արտադրամասում։ Հիմա ես 81 տարեկան եմ, 17 տարի աշխատում եմ անցումում։ Գարեգին Նժդեի անցումում եմ աշխատում։ Այսօր կասա եմ վերել, 20 անգամ բացատրեցին, ոչ մի բան չհասկացա, որտեղ աչքերս վիրահատված է երկուսն էլ, այն կասայի վրա սովորած ես աշխատում էի իմ օրվա հացը ես տուն էի տանում։ Չնայած տունս երկու աշխատողներ կան, երկու մանկաբարձ ունեմ տունը, բարձրագույնավարտ, կարմիր դիպլոմով, բայց երկուսը միասին 78,000 գումար են բերում տուն։ Ես դրանց օգնում եմ, որ այդ ընտանիքին բարելավեմ, պահեմ։ Այս օրենքը ինձնից ինչպես կարելի ասել, այսինքն բռնել է ու սենց խեղդում է, որ դու մեր նոր օրենքով պետք է շարժես, նոր կասա։ Այդ կասայով ես երբեք չեմ կարող աշխատեմ։ Բոլորին եմ ասում, հնարավոր բան չի։ Երկրորդն էլ բացի կասայից նենց հարցեր ա դրել, ուրեմն ես լենթ եմ ծախում, աղջիկ ջան, թուղթ եմ ծախում, պետք է այդ թուղթի գույնն էլ գրեմ, լենթի քանակն էլ գրեմ, թղթի չափսն էլ գրեմ, միևնույն ժամանակ փաթեթավորում եմ անում։ Հիմա այդ թուղթը կտրեցի, կեսը փաթեթավորում արեցի, կեսն էլ դրեցի կողքը, չէ՞։ Այդ կողքի համար պետք է գամ, կներեք, ինչ տուգանին, որքանով է դա ճիշտ։ Թույլ տվեք, ես խնդրում եմ բոլոր դեպուտատներին, որ այդ հարցը լուրջ քննարկեն, մեզ պատասխան տան ու թույլ տան, մեր հողի մեջ մենք ապրենք։ Ես տեղ չունեմ գնալու, ոչ մի տեղ։ Եթե ես գնալու էլ լինեմ, ես այստեղ այնքան թանկ մեռելներ ունեմ, եղբայր, մայր, քույր, չեմ կարող շատ բան ասեմ, ես քանի օր այստեղ գնում եմ ու գալիս, մինչև դուրս են գալիս, մեզ մերցնում են ու սաղացնում։ Մենք էլ մարդ ենք, չէ՞։ Իրանք մեզանով են ապրում, իրանք խոչեն այդ ամեն ինչը ստեղծում։ Մենք ենք ստեղծում այդ ամեն բանը, որ իրենք վայելում են։ Հիմա թույլ տանք մեր քրտինքն էլ մենք վայելենք։ Շնորհակալություն բոլորիս։